Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, բոլորիդ, եւ թող Սուրբ Հոգին, Աստծո որդիների առաջնորդը, նրանց առաջնորդն, ովքեր ապրում են Աստծո արքայության մեջ, գա եւ բացի մեր բոլորի հասկացողությունը, որպիսի մենք բոլորս էլ կարողանանք, չնայած որ արժանի ենք թե արժանի չենք, հասկանալ նրա խոսքը, հասկանանք Աստծո մտածելակերպը, նրա ուսուցումը և նրա փիլիսոփայությունը։ Աստծո արքայության մեջ անարդարություն գոյություն չունի։ Աստծո արքայությունում չկան աղքատներ կամ հարուստներ։ Այնտեղ պաշտոններ և հասարակական մակարդակներ գոյություն չունեն։ Ոչ մաշկի գույնը, ոչ ինչ-որ ուրիշ բան կարևոր չեն։ Այնտեղ ամենակարևորն աստվածային բնույթն է։ Աստծո արքայության մեջ ոչ տղամարդիկ, ոչ էլ կանայք կան։ Աստծո արքայության մեջ բոլորը հոգի են։ Իսկ հոգին չունի գույն, չունի տարիք, սեր, և հենց դրա համար էլ Աստված մարդկանց միջև տարբերություն չի դնում։ Եվ հենց ինքը Աստված եկավ այս աշխարհ և տվեց իր հոգին, որպեսզի փրկի նրանց հոգին, ովքեր ցանկանում են փրկվել, ովքեր ունեն այդ ծառավը, որպեսզի ճշմարտությունն իմանան։ Հենց դրա համար էլ Հիսուսն ասել է. «Երանելի են ճշմարտության ծառավները, որովհետև նրանք կհագենան»։ Արդարության և ճշմարտության ծառավը դա այն չէ, ինչ որ մարդիկ մտածում են։ Դա մեր սեփական ճշմարտությունը չէ, կամ այս աշխարհի ճշմարտությունը։ Այս խոսքը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր ծառավ են, որպեսզի իմանան Աստծո ճշմարտությունը։ Եվ Աստծո ճշմարտությունը հետևյալն է. ովքեր որ ներում են, նրանք նույնպես կներվեն, ովքեր չեն ներում, նրանք Աստծո կողմից ներում չեն ստանա։ Հենց սա Աստծո ճշմարտությունն է։ Եվ Աստված արդար է, նա բոլորին էլ ցանկանում է ներել։ Այլ խոսքերով ասված, եթե նա ներում է բոլոր նրանց, ովքեր ներողություն են խնդրում նրանից, ուրեմն նրա ցանկությունը, որպեսզի մենք մյուսներին ներենք, շատ արդար ցանկություն է։ Եթե նա մեզ չներեր և պահանջեր, որպեսզի մենք ներենք ուրիշներին, դա արդեն անարդար կլիներ, բայց նա ինքը առաջին հերթին ներում է մեզ։ Եվ Աստծո արքայություն մտնելու դուռը հենց ներումն է։ Որպեսզի մարդիկ մտնեն այդտեղ, նրանք պետք է ներված լինեն։ Դուք չեք կարող արժանանալ ներմանը։ Դուք պետք է դա ցանկանաք, բնական կերպով։ Պետք է ցույց տաք Աստծուն ձեր ցանկությունը, որ դուք գիտակցել եք ձեր սխալը, որ ուզում եք իրականում փոխվել։ Դուք պետք է ինքներդ ձեր խոսքերով ներողություն խնդրեք, ընդունեք ձեր սխալները, ընդունեք, որ մեղք եք գործել։ Դուք չպետք է արդարացնեք ձեզ և ձեր մեղքերը, որովհետև Աստված իր ներումը նվիրում է։ Նա չի տալիս նրանց, ովքեր արժանի են, իսկ ովքեր արժանի չեն, նրանց չի ներում։ Աստծո մոտ այդպես չէ։ Ուրեմն դադարեք արդարանալ և ցույց տվեք Աստծուն ձեր այդ ցանկությունը։ Տեր Աստված, ներիր ինձ, ես գիտեմ, որ ես սխալվել եմ։ Եվ Աստված կների ձեզ, որովհետև Աստված սեր է, և նա ներում է բոլոր նրանց, ովքեր դիմում են իրեն։ Եվ եթե նա ներում է բոլոր այդ մարդկանց, արդար է, որպեսզի մենք էլ միմյանց ներենք։ Հակառակ դեպքում, եթե մենք չենք ներում, Աստված էլ մեզ չի ների։ Ինչպես արդեն մենք շատ անգամներ բացատրել ենք, ներումը զգացմունքների հարց չէ։ Մարդիկ չեն ներում սրտով։ Դուք չպետք է սպասեք, որպեսզի դուք ցանկանաք ներել, որովհետև ձեր սիրտը երբեք չի ցանկանալու ներել։ Ուրեմն ներումը զգացմունքների հետ ոչ մի կապ չունի։ Ներման որոշումը դուք ձեր մտքում եք կայացնում։ Դուք գիտակցում եք և ասում եք. «Ես ներում եմ այս մարդուն, նրան, ով ինձ ցավ է պատճառել»։ Եվ դուք այդ աղոթքի մեջ օրհնում եք նրանց։ Ներելն այն է, երբ դուք այդ մարդկանց բարին եք ցանկանում, օրհնում եք նրանց։ Եվ Աստված շատ արդար է, այնքան արդար,
որ նա ամենից առաջ ինքն իր օրինակն է ցույց տալիս։ Մինչև մեզանից պահանջելը նա ցույց է տալիս, որ նա ինքը ներում է մեզ։ Եվ նոր արդեն պահանջում է, որպեսզի մենք էլ ներենք։ Երևի դուք հիշում եք Երուսաղեմի ամենավատ թագավորի մասին, ով ամենազզվելին էր։ Այլ խոսքերով ասված, նա սատանայի նման էր այս աշխարհում։ Խոսքը Մանասեի մասին է։ Նա երկար ժամանակ է թագավորել Հուդայում։ Եվ վերջին պահին, երբ նա գերության մեջ էր, նա ընդունեց իր մեղքը։ Եվ նույնիսկ այդպիսի մարդուն Աստված ներեց։ Նա շատ դաժան, չար եւ անարդար թագավոր էր, բայց Աստված ներեց նրան, որովհետև նա ընդունեց իր սխալը եւ խոստովանեց Աստծո առաջ եւ խնդրեց Աստծո ողորմությունը։ Իսկ Աստված պատասխանեց նրան։ Եվ այսօր Մանասեի տեղում ողջ մարդկությունն է։ Մարդիկ, ովքեր սխալ կյանքով են ապրում, ովքեր շատ վատ բաներ են անում այս աշխարհում, բայց միևնույն է, նրանք ունեն այդ ներման հնարավորությունը։ Եվ նրանցից շատերը նույնիսկ չեն ցանկանում ներել, ցանկանում են վրեժ լուծել, բայց եթե Աստված ներեց Մանասեին, եւ եթե նա մինչև այսօր ներում է բոլոր այն մարդկանց, ովքեր ներողություն են խնդրում նրանից, ովքեր խոստովանում են իրենց մեղքերը, ոչ թե որ նրանք արժանի էին, այլ որովհետև նրանք ստանում են Աստծո ողորմությունը եւ ստանում են դա իրենց ցանկությամբ, որովհետև ցանկանում են այդ ողորմությունը ստանալ։ Ուրեմն մենք էլ պետք է միմյանց ներենք։ Եթե կհիշեք, Պետրոսը Հիսուսին մեկ անգամ հարցրեց. «Տեր, քանի անգամ ես պետք է ներեմ»։ Միթե 7 անգամ։ Ինչ պատասխանեց նրան Հիսուսը։ 7-ը բազմապատկած 77 անգամ դու պետք է ներես։ Եվ դա ինչ-որ կոնկրետ թիվ չէ ներման համար։ Այդ օրինակը նշանակում էր, որ մենք պետք է միշտ ներենք։ Ներենք, ներենք եւ ներենք։ Դա է Աստծո արքայության օրենքը։ Դա Աստծո սիրո օրենքն է, նրա ողորմության եւ բարության։ Եթե դուք ուզում եք մտնել Աստծո արքայության մեջ, դուք պետք է ներեք։ Եվ եթե ուզում եք շարունակել մնալ Աստծո արքայության մեջ, դուք նույնպես պետք է ներեք։ Որովհետև եթե դուք չեք ներում, ինչպես կարող եք ստանալ Աստծո ներումը։ Իսկ եթե Աստծո ներումը չեք ստանում, չեք էլ կարող շարունակել մնալ նրա արքայության մեջ։ Եթե ձեր բնավորությունը շատ բարդ է, եթե դուք բռնկուն եւ ծանր մարդ եք, եւ ձեր հպարտության պատճառով չեք ցանկանում ներել, ինչպես կարող եք մտնել Աստծո արքայության մեջ։ Ինչպես եք դուք մտածում, որովհետև դա անհնար է։ Ուրեմն հարկավոր է ներել, որպեսզի ներում ստանաք։ Եվ երբ Հիսուսն ասաց. «Երանելի են նրանք, ովքեր ճշմարտության ծառավ ունեն», այդ ճշմարտությունը հենց սրա մասին է։ Եթե նա մեզ ներում է, ուրեմն ճշմարիտ եւ արդար է, որպեսզի մենք էլ ներենք։ Եվ երանելի են այդ մարդիկ, ովքեր ներում են։ Իսկ եթե մեր կողմից ներում չլինի, մենք նույնպես ներում չենք ստանա։ Եվ Աստծո արքայությունը արդարության արքայություն է, ով որ կների, նա նույնպես կներվի եւ կմտնի Աստծո արքայության մեջ։ Իմ ընկերներ, դա շատ կարևոր է։ Գիտեք, ես նույնիսկ կարող եմ այսպես ասել. ամենամեծ անեծքը, որը մարդիկ կրում են իրենց ներսում, դա հպարտությունը եւ չներելու ցանկությունն է։ Իսկ այդ երկու հատկանիշները միշտ միասին են։ Մարդիկ չեն ներում։ Եվ այդ չներելով, նրանք ավելի շատ իրենց են վնաս պատճառում։ Որովհետև դիմացինը կարող է փոխվել, կարող է գիտակցել իր սխալը եւ ներողություն խնդրել, բայց եթե չեն ներում նրանց, արդեն իրենց են վնաս պատճառում։ Եվ դա մեր այսօրվա իրականությունն է։ Անիմաստ է կրոնավոր լինել։ Անիմաստ է ասել, որ հավատում եք Աստծուն, անիմաստ է եկեղեցի այցելել, ինչ որ ծեսեր կատարել,
եւ եկեղեցական գործերի մեջ հավատարիմ լինել։ Այդ ամենն անիմաստ է, եթե դուք չեք ներում։ Դուք կարող եք եկեղեցում ծառայող լինել, հովիվ։ Բայց եթե չեք ներում, դուք նույնպես չեք ներվի։ Եվ եթե դուք չեք ստացել Աստծո ներումը, դուք ձեր ներսում շատ մեծ հիվանդություն եք կրում, շատ մեծ անեծք։ Դա Կայենի անեծքն է։ Երբ Կայենն ապրում էր այս երկրում, նա ինքն իրեն անիծեց դրանով։ Նա ստացավ այդ անեծքը եւ շարունակեց տարածել, չներելու ցանկությունը։ Նա դաժան էր, որովհետև նրա դաժանությունը ցույց էր տալիս այն ամեն ինչ, որ նրա ներսում էր, իսկ նրա ներսում այդ անեծքն էր, որովհետև նա իր եղբոր հանդեպ վիրավորանք ուներ։ Նա վիրավորված էր նույնպես Աստծուց։ Ուրեմն իմ ընկերներ, ես ուզում եմ ձեզ ասել, եթե դուք եկեղեցու հավատարիմ անդամներից եք, հավատարիմ եք տասանորդներում, զոհաբերություններում, միշտ այցելում եք ծառայություններին, բայց եթե դուք չեք ներում, Աստված ձեզ չի ընդունում։ Նա չի ընդունում այն ամեն ինչ, որ դուք անում եք նրա համար։ Չի ընդունում ձեր տասանորդները, ձեր զոհաբերությունները։ Հիսուսն արդեն խոսել է դրա մասին։ Եթե ցանկանում եք, կարող եք կարդալ Մատթեոսի ավետարան 5-րդ գլխում։ Եթե դուք ձեր զոհը բերեք զոհասեղանի մոտ եւ հիշեք, որ ձեր եղբայրն ինչ-որ բան ունի ձեր հանդեպ, այսինքն ձեր միջև ինչ-որ խնդիր է եղել, եւ դուք կամ նա ձեզանից վիրավորված է, թողեք այդ զոհաբերությունը, այդ զոհը, եւ գնացեք, հաշտվեք ձեր եղբոր հետ, այսինքն այն մարդու հետ, ում հետ որ դուք այդ խնդիրն ունեք, եւ այդ ժամանակ նոր եկեք եւ տվեք ձեր զոհը, եւ դա շատ ուժեղ է, հարկավոր է ազատվել այդ անեծքից։ Միայն այդ ժամանակ ձեր կյանքը կփոխվի, որովհետև այն մարդիկ, ովքեր իրենց ներսում վիրավորանք են կրում են այդ Կայենի անեծքը։ Նրանց ներսում այնպիսի խավար է, եւ նրանց աղոթքները երկինք չի հասնում։ Աստված չի լսում նրանց աղոթքները։ Դուք կարող եք դիմել, կարող եք խնդրել, կարող եք աղաչել Աստծուն, բայց ձեր կյանքում պատասխան չեք տեսնում։ Կարծես թե երկինքը արգելափակված է ձեզ համար։ Եվ հնարավոր է ամենամեծ խնդիրն այն է, որ դուք դեռ չեք ներում։ Ես այսքան տարի ծառայության մեջ եմ, Աստծո հետ եմ, եւ ձեզ ասում եմ այն, ինչ որ Աստված է ինձ սովորեցրել։ Անիմաստ է շատ բարի գործեր անել, եթե դուք չեք ներում մարդկանց։ Որովհետև եթե դուք չեք ներում, ինչպես Հիսուսն է ասել, ձեր երկնային Հայրն էլ ձեզ չի ների։ Ուրեմն այդ որոշումը ձեր ձեռքերում է։ Միայն դուք կարող եք կայացնել այդ որոշումը, ներել թե ոչ։ Ձեր կյանքը կախված է ձեր ներումից։ Ինչպես Աստված է մեզ ներել, որպեսզի մենք մտնենք նրա ներկայության մեջ, այդպես էլ նա մեզանից է սպասում, որպեսզի մենք ներենք այլ մարդկանց։ Հակառակ դեպքում մենք չենք կարող նրա հետ հարաբերություններ ունենալ։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մինչ նոր հանդիպում։ Եվ թող այս նախազգուշացումը մնա բոլորիդ ներսում, որպեսզի Կայենի ոգին, Կայենի անեծքը չմտնի ձեր ներսը։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Ամեն։